Բարի օր սիրելի երոստաթիդող, այսօր պատրաստել ենք club sandwich, այսինքն club sandwich։ Իրականում շատերը շատ են սիրում club sandwich-ը, ամենտեղ ուտում են, ռեստորաններում ուտում են եւ շատերը ուզում են դան մեջ պատրաստել ռեստորանային որակով։ Իսկ ես այսօր այստեղ եմ, որպեսզի ցույց ցույց տամ, ոնց ենք պատրաստում, ինչ սոս ենք պատրաստում, հավը ինչպես ենք տապակում եւ ստանում ենք ամենահամով աշխարհի club sandwich-ը։ Այսօրվա բաղադրատոմսի համար մեզ պետք է 6 սլայս, 6 շերտ հաց, 2 հավի կրծքամիս, 6 շերտ բեյքոն, 4 հատ չեդդեր բանիր, մի քանի հազարի դերև, 1 հատ լոլիկ, թթու վարունգ։ Սոսը պատրաստելու համար մեզ պետք է կես բաժակ մայոնեզ, 1 ճաշի կտալ կեչուպ, 1 ճաշի կտալ սիրած չակծու սոս, 1 թեյի կտալ ծխեցրած պապրիկա եւ 3 ճաշի կտալ դիժոն մանանեխ։ Լավ որակի ցիտապտղից հետ աղ, սև բաբեղ, կարմիր բաբեղ եւ սխտորի փոշի։ Հավի կրծքամիս, մի հատ ուղակի զարնել, մոտավոր այսպես ենք ստանալու։ Ես ուզում եմ մի հատ կնամ լավ օճառվեմ ու հետ կամ որպեսի մարինացնենք հավը։ Իսկ ինչով եմ օճառվելու, հարցում չուզեր, ABC-ով։ Եվ օճառվում ենք ABC-ով, եւ բոլոր խոհանոցն ենք մաքրում եւ ընդհանրապես ամբողջ տանը։ Ահա, սկսում ենք բղբեղից, բարձ կարմիր բղբեղ։ Ինչ որ տնելու եմ, 2 երես եմ տնելու, դրա համար հիմա ինչ որ այս կողմն եք տեսնելու մի հատ կտեսնեք, հետո էլ մյուս կողմը կտեսնեք։ Աղը թրեցի, սև բղբեղը, պապրիկան, smoked paprika, այսինքն ծխեցրած պապրիկա, սխտորի փոշի։ Դե իհարկե բոլոր համեմունքները օգտագործում ենք մարանիկ, մադով շփում ենք այսպես։ Հիմա ավելացնում եմ դիժոն, այսինքն դիժոնի մանանեխ։ Ես մեկ-մեկ ծախլիկ եմ լինում։ Լավ կսում ենք դիժոնը, սենց կողքերով և այլն։ Այսինքն համեմունքները տրեցինք աղ, սև բաբեղ, կարմիր բղբեղ, ծխեցրած պապրիկա եւ դիժոնը եւ սխտորի փոշի։ Դե ինչ սիրելիներս, այս հավերը արդեն մարինեի տարեցինք, հիմա իրենց պիտի տապակենք, կարող եք ցիտապտղից հետո տապակել կամ կարող եք բրնցից հետո։ Իսկ եթե ուզում եք իմանալ որտեղից կարող եք վերցնել ամենալավ զեթերը կամ ցեթերը կամ ցիտայուղը կամ բրնցից հետը, կարող եք գնալ սուշեֆ եւ վերցնել ամեն տեսակի ցեթեր եւ ամեն տեսակի մթերքներ։ Եթե սիրում եք խոհանոց, եթե սիրում եք համով բաներ պատրաստել, անպայման գնացեք։ Մեր հավերը պատրաստ են։ Ավելացում եմ ցիտապտղից հետ։ Հավերը ավելացնում եմ տապակին ու տապակում ենք։ Իսկ ես մի հատ էլ կնամ ABC-ին ասեմ, որ ինձ օգնե, որ իմ մատները եւ ձեռքերը մաքրեմ ու հետ կամ։ Ես ուզում եմ բեյքոնն էլ տապակեմ, որովհետեւ ինքը ժամանակ է առնում։ Բեյքոնը տապակելուց անպայման ընտրեք երկար տապակ, որպեսզի իրանք սենց կանգնին ու լավ տապակվեն։ Ուրեմն, միջև հավերը տապակվին եւ հետո հանգստանան, որպեսզի մենք հավաքենք մեր սենդվիչը։ Հիմա ես լոլիկն եմ սլայս անելու, այսինքն շերդեր, կլոր շերդեր եմ անելու։
Հարակ կլոր։ Ոնց որ համբուրգերի համար անում եք կամ բուրգերի համար։ Այսքանը լավ է։ Մի հատ նայենք հավին։ Վաու։ Նայր ոնց որ սիրդիկ լինի։ Չէ։ Ուրեմն մարոլու ունենք, թթուվարուկներն ենք կդրատում։ Դենց դուք պատկերացրեք երեխեքը սպասում են կլաբ սանդվիչը պատրաստվի, դու մի կողմից կդրում ես պիքլը կամ թթուվարունգը, մի կողմից սոսն ես անում ու հիշում ես, որ քո ամուսուն կամ քո ընկերոջը կամ քո ընտանիքի մույս անդամին ասում ես, որ գնաս շուկա, վերցնես սիլի ջուրերը եւ մազայի հյութերը, որպեսզի այս համովությունը վայելենք այդ համով հյութերով, փերումա եւ սեղանը գցում եք, բայց հետո մորանում եք մի քանի ապրանքներ էլ, հետո ետ գնում եք ուտուց սուպերմարկետ, վերցնում եք մի քանի քաղցրներ, մի քանի դանբարականեր, մի հատ էլ խաղարկության եք մասնակցում, ավելի ճիշտ է կովաստային վիճակախաղին ու զանգում են ցեզ, ասում են շահերեք բնակարան։ Ասում եք, ես ինչ լավ ստացվեց, կլաբ սանդվիչը համով, հյութերը համով, լավ քնում կատարեցինք, մի հատ էլ շահեցանք բնակարան։ Տենց է, որ լավն ես մտածում, միշտ լավն է լինում քո կյանքում։ Մի հատ էլ մի քիչ էլ գուզե հավը, ես արդեն կարող եմ սոսը պատրաստել։ Ուրեմն, ունենք մայոնեզ, ավելացում եմ դիժոնը, ոնց տեսակ ես ավելացրել եմ դիժոնը և հավին և հիմա ավելացում եմ սոսին։ Ավելացում եմ սիրաչան, այսինքն գծու սոսը, ավելացում եմ քեչուպ, մի կտալ, ավելացում եմ պապրիկա, շատ թեթև սև բբեղ, և խառնում եմ։ Գրում ենք նայում ենք հավին, արդեն պատրաստ է։ Վաու։ Իսկ ես ինչ եմ սիրում։ Սիրում եմ այս հացի այս կողմինները սենց անեմ։ Մեր բեյքները արդեն պատրաստ են, հələ մի հատ նայեք ինչքան լավ խրխթան է ստացվել։ Լոլիկ։ Պանիր, բեյքները, դուք շարում եք ոնց կուզեք իրականում, այսինքն ըստ ձեր նախընտրանքին և ճաշակին։ Հիմա թթուվարունգներն եմ դնում։
Դուք նորեն շարում եք ոնց կուզեք, ոնց ձեզ հարմար է։ Ամեն մեկում մի քանի հատ թնում եք։ Ուպս։ Հիմա Եվ այսպիսով հավաքում ենք մեր անուշիկ կլապ սանդվիչը, սենց ճոխ, բարձր, մորտելով։ Եվ այսօրվա պաղաթրադոմսը կլապ սանդվիչը պատրաստ է։ Դուք էլ անպայման պատրաստեք եւ վայելեք։ Բարեխորժակ։ Wow. Մնացած ամեն ինչը շատ համով եւ հավի marination-ը իրեն շատ փափկացրել է եւ ինքը շատ juicy է, այսինքն հյութեղ։ Մի խոսքով անպայման պատրաստեք, որովհետեւ այսպես կլապ սանդվիչ դուք չեք կերած, ինքը շատ լավ homemade է ու շատ համով է։ Անպայման դուք պատրաստեք եւ ասեք ինչքանով եք հավանել այս պաղաթրադոմսը։ Իսկ մենք վաղ գանցում ենք նույն ժամին, ժամը 9:00 եւ 17:00 Կետրոն TV եթերով։ Ստեսը